Ու նորից եմ կրկնում, որ այս համակարգը իր դերակատարներով հանդերձ ուղղակի սարսափում է իմ ու իմ ազգի միավորումից։ Բայց գիտեք, այդ որ հենց մի բան ուզում ենք անենք, ամբողջ համացանցը սկսում է մեր դեմ ավել պակաս հաչալ։ Բա դուք գիտեք այդ ինչից է։ Այդ վախից է, որ հանկարծ դուք իմ կողքը չկանգնեք, որովհետև հենց նույն վայրկյանին, երբ մենք մի ճակատով դուրս եկանք պայքարի, այս համակարգը իր այդ հաչացողներով ու խամաճիկներով հանդերձ չոքելու է ու ոչնչանա։ Դրա համար մի տրվեք այդ զրպարտիչ քարոզներին ու ընդհանրապես նայեք աչքերիս մեջ։ Իրական հայը չի կարա ինքը իրեն չգտնի իմ աչքերի մեջ։ Ճիշտ նույն ձևով ոնց որ ես եմ ինքս ինձ գտնում, երբ նայում եմ իրական հայի աչքերի մեջ։ Դուք պետք է լինեք վերածննդի շարժման շարքերում ու խնդրանքս է, որ այս անգամ էլ մեզ նորից մենակ չթողեք, քանի որ այդ կլինի Հայաստանի վերջնական կործանումը։ Ու հիշեք մի բան, որ արտաքին կենտրոնները կարան պայմանավորվեն քաղաքական ուժերի հետ, բայց իրանք երբեք չեն կարա պայմանավորվեն արթնացած ժողովրդի հետ։ Ու այն ինչ ես ձեր հետ պարբերաբար խոսում եմ, այդ պետության մակարդակի մտածողությունն է, այդ քաղաքակրթական սառնությունն է ու այդ իրական քաղաքականությունն է, ոչ թե քարոզչական մանկապարտեզ։